Հրապարակը գրում է. Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած ՀԱԿ-ում քաղաքական ուժերի հետ անցկացված կոնսուլտացիաներից հետո եկել են այն եզրահանգման, որ միայնակ են մասնակցելու 2026 թվականի ընտրություններին։ Միևնույն ժամանակ բաց են համագործակցության համար այլ ուժերի եւ անհատների հետ։ ՀԱԿ-ում կարծում են, եթե միավորում, ապա իրենց առանցքի շուրջ։ Կուսակցությունն ուրբաթ օրը Holiday Inn հյուրանոցում նախատունական միջոցառում է անցկացնելու, որի ընթացքում կոնգրեսը կհայտարարի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձևաչափի եւ վարչապետի թեկնածուի մասին։ Որոշ տեղեկություններով ձևաչափը միայնակ մասնակցելն է, իսկ վարչապետի թեկնածուն ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Թերթը փորձել է այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանից, սակայն նա հարցը լսելուն պես հանկարծակի է եկել ու պատասխանել. Չեղավ, ապա հորդորել է մասնակցել միջոցառմանը, որտեղ ամեն բան պարզ կլինի։ Փաստը գրում է. Հմեկին տված հարցազրույցում Վազգեն Սարգսյանի եղբայրը հայտարարել է. Ես միանշանակ հենց այդ կարծիքին եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին Ռուսաստանի հետ կապի շղթայի մեր վերջին օղակն է, եւ այդ օղակը քանդել է պետք միանշանակ։ Ասում է հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանի հետ կապող օղակ է, եւ միանգամից պետք է քանդել այդ օղակը։ Փաշինյանի երդվյալ կողմնակիցն ու զինակիցը չի ասում կաթողիկոսը այնինչ սրբազանը, մեկ ուրիշ բան, այնինչ քահանա այսպես այնպես եւ այլն։ Չէ, շատ ուղիղ բաց տեքստով ասում է. եկեղեցին պետք է քանդել, օղակը պետք է քանդել։ Այսինքն հայ առաքելական եկեղեցին պետք է քանդեն կամ նպատակ ունեն քանդելու, այսինքն այլևս չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը հենց մեր ազգային եկեղեցին քանդելն է։ Հրապարակը գրում է. Արցախցիների եւ ոչ միայն նրանց համար անհասկանալի է մնում, ինչպես կարող էր Արցախի թեմի առաջնորդ Վրդանես եպիսկոպոս Աբրահամյանը համագործակցել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ։ Թերթը գրել էր, որ նրան սպառնացել են զրկել ծառայողական բնակարանից, որը տրամադրել են որպես զինված ուժերի հոգևոր առաջնորդ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից։ Շատերին այս վարկածն անհավանական է թվում։ Միթե կարելի է մեկ բնակարանի համար նման դավաճանության գնալ։ Պատմում են, որ միայն բնակարանը չէ հարցը, այլ Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել։ Նրան ճանաչողները պատմում են, որ նա երբեք քաջությամբ աչքի չի ընկել։ Օրինակ 1989-ից 1994 թվականներին, երբ եղել է Ամարասի վանահայրը, կռվի թեժ պահերին ժողովրդին թողել փախել է։ Ամարաս ծորակի բնակիչներից մեկը պատմել է. կռվի թեժ պահերին փոխանակ գար զորքին դուխ տար, անհետացել էր։ Անգամ երբ տեղյակ են պահել, որ Ամարասը մեր լիակատար վերահսկողության տակ է, նա տևական ժամանակ եկեղեցի չի վերադարձել, իսկ հեռանալիս էլ իր հետ տարել է եկեղեցական սպասքը, խնկաման, խաչ եւ այլն։ Հրապարակը գրում է. Չնայած ՔՊԻ-ում որոշ խմբեր տևական ժամանակ կատաղի պայքար էին մղում Անդրանիկ Քոչարյանի դեմ, սակայն նախօրեին ՔՊ վարչությունը գրանցել է նրա թեկնածությունը, ՔՊ հաջորդ պարլամենտի թեկնածուների թվում։ Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահը նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտը ներկայացրել է անկուսակցականի կարգավիճակում եւ պետք է 1.5 միլիոն դրամ վճարի Օբշակին։ Նրան երաշխավորել է ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Անկուսակցականների դեպքում երաշխավորությունը պարտադիր պայման է եւ իշխող ուժի սահմանած կանոնների համաձայն։ Սակայն թե որ հորիզոնականում կհանգրվանի Անդրանիկ Քոչարյանը, որքանով այդ հորիզոնականն անցողիկ կլինի, պարզ կդառնա միայն ՔՊ համաժողովից հետո, երբ ավելի քան 1000 պատվիրակների քվեարկության արդյունքում կձևավորվի ընտրած ցուցակի հերթականությունը։ Փաստը գրում է. տեղեկատվական անվտանգության խնդիրները գնալով ավելի ու ավելի մտահոգիչ չեն դառնում։ Մարդիկ շարունակում են ընկնել խարդախների լարած թակարդը, կորցնելով մեծ գումարներ։ Ինտերնետային եւ հեռախոսային կեղծիքներն այն աստիճան են հասել, որ սկսել են ընդգրկել պետական կառույցները։ Մյուս կողմից վերջին շրջանում արդեն որերորդ պետական կառույցն է հայտարարություն տարածում այն մասին, որ այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի անունով բացվում են կեղծ օգտահաշիվներ, մասնավորաբար WhatsApp-ում եւ նամակներ են ուղարկվում քաղաքացիներին։ Ընդ որում, ինչպես երևում է տարածված հայտարարություններին գծված սկրինշոթերից, այդ հաշիվները բացված են հայաստանյան հեռախոսահամարներով։ Ուշագրավն այն է, որ գրեթե ոչ մի արձագանք չկա իրավապահ մարմիններից։ Այնպիսի տպավորություն է, որ նրանք զբաղված են միայն եկեղեցու դեմ պատերազմում մարդաքանակ ապահովելով, ընդդիմադիրներին ճնշելով, սոցցանցերում ամեն մի գրառման համար քրեական վարույթ նախաձեռնելով, իսկ իրենց հիմնական գործառույթների համար ժամանակ չի մնում։
Հրապարակը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի նախկին ղեկավար ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է։ Նա մեղադրվում է մի խումբ այլ անձանց հետ իր կուսակցին Տիգրան Մակարյանին ֆիզիկական ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք պատճառելու համար։ Նախկին թաղապետը թերթի հետ զրույցում անդրադառնալով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքին ասել է. «Չեմ կարծում լինեմ միակը, որ միայն չափալախելու համար նստեմ, անգամ թեթև մարմնական վնասվածք չունի։ Եթե մարդուն ծեծեի, ձեռը ջարդեի, ծանր մարմնական լիներ, էլի չէի նստելու։ Այսինքն միայն չափալախելու համար 2 ամիս բանտային կալանք են կրել։ 2 ամիս կալանքը ըստ մեկնաբանման բացառապես նրա համար էր, որ падգամավորներին ՔՊ-ական падգամավորների մասին է խոսքը, կամ նույն անձին նորից չծեծեմ կամ որևէ գործողություն չանեմ։ Իմ վրա արգելք կա, որ ես падգամավորների չծեծեմ, հանկարծ չգնամ, հաշվեհարդար տեսնեմ կամ այլ գործողություն չանեմ։ Կոնկրետ որ падգամավորների մասին է խոսքը։ Ասել է, որ չգիտի, դատարանի որոշման մեջ անունները նշվում են, թե ոչ, սակայն գիտի, թե ում մասին է խոսքը։ Կարծում եմ կարիք չկա, որ ասեմ, իմ սահմանափակումն իրենց տան մոտ, իրենց մոտ չգտնվելն է։ Դատարանում բանավոր կերպով դա է խոսակցությունը եղել։ Անկեղծ ասած, որոշմանը չեմ ծանոթացել, այնքան անհետաքրքիր է»։